Սիրելի վանաձորցիներ, հարգելի Լոռու մարզի բնակիչներ, այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն քաղաքական հանդիպման, այլ շատ ավելի կարևոր նպատակի շուրջ։ Խոսելու մեր պետության, մեր արժանապատվության և մեր ապագայի մասին։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր ընտրություն դառնում է պատմական պատասխանատվություն։ Բայց ես ուզում եմ հստակ ասել, ընտրությունները չպետք է վերածվեն ատելության մրցավազքի։ Դրանք չպետք է լինեն ազգը բաժանելու, մարդկանց իրար դեմ հանելու, վախի և սպառնալիքի մթնոլորտ ստեղծելու միջոց։ Ընտրությունները գաղափարների մրցակցություն են, արված գործերի, պատասխանատվության և կարողությունների մրցակցություն են։ Ոչ ոք իրավունք չունի քաղաքական պայքարը վերածել վիրավորանքների, ծաղրի կամ թշնամանքի բեմի, որովհետև երբ հասարակությունը բաժանվում է ճամբարների, թուլանում է պետությունը, իսկ թույլ պետությունը երբեք անվտանգ ապագա չի կարող ունենալ։ Այսօր առավել քան երբևէ մեր ազգին պետք է պայծառ միտք և անկոտրում կամք։ Մեզ պետք են մարդիկ, ովքեր կարող են սառը դատել ամենաթեժ պահին։ Մեզ պետք են առաջնորդներ, ովքեր չեն սնվում հասարակության զայրույթով, այլ միավորում են հայ ժողովրդին, քաջ ժողովրդին, ընդհանուր նպատակի շուրջ։ Իսկ ինչպես ասել է Չերչիլը, քաջությունը մարդկային բոլոր արժանինքներից առաջինն է, որովհետև այն ապահովում է մնացած բոլոր արժանինքների գոյությունը։ Մեր նպատակը պետք է լինի ոչ թե իրար հաղթելը, ձայնը բարձրացնելը, ոչ թե անցյալի վերքերը խորացնելը, այլ ապագայի ճանապարհը կառուցելը։ Լոռին գիտի դժվարության գինը, բայց նաև գիտի վերածնվելու ուժը։ Լոռին միշտ եղել է մտքի, աշխատանքի, ստեղծագործողներ և պայքարող մարդիկ։ Եվ այսօր հենց այդ ոգին է մեզ անհրաժեշտ։ Ոչ թե հուսահատություն, այլ հավատ, ոչ թե ատելություն, այլ համախմբում, ոչ թե վախ, այլ վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Մենք պարտավոր ենք պահպանել մեր ազգային ինքնությունը, մեր լեզուն, մեր մշակույթը, մեր պետականությունը։ Բայց ազգային ինքնությունը պահպանվում է ոչ միայն սահմաններով, այլ նաև հասարակության ներսում եղած բարոյական մթնոլորտով։ Եթե հասարակության մեջ սերմանվում է ատելություն, հանրային խոսքը լցվում է վիրավորանքով, թուլանում է ազգային միասնականությունը։ Եթե քաղաքականությունը դառնում է վրեժի դաշտ, ապագան դառնում է անորոշ։ Ուստի այսօր մեր պայքարը պետք է լինի բարձր գաղափարների, ծրագրերի, աշխատանքի և արժանապատիվ խոսքի պայքար։ Սիրելի հայրենակիցներ, հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ կարող է հաղթահարել ամենադժվար փորձությունը։ Մենք վերապրել ենք ողբերգություններ, պատերազմներ, կորուստներ, բայց ամեն անգամ ոտքի ենք կանգնել, որովհետև ունեցել ենք կամք, հավատ և ազգային արժանապատվություն։ Այսօր ժամանակն է ընտրելու ոչ թե աղմուկը, այլ միտքը, ոչ թե վախը, այլ արժանապատվությունը, ոչ թե պառակտումը, այլ համազգային համախմբումը։ Եվ ես վստահ եմ, Լոռին կրկին ասելու է իր ծանրակշիռ խոսքը, հանուն ուժեղ պետության, հանուն արդար հասարակության և հանուն այն Հայաստանի, որտեղ մեր երեխաները կապրեն անվտանգ, ստեղծագործ և արժանապատիվ կյանքով։ Շնորհակալ եմ վստահության համար։ Ամսի 7-ին ընտրում ենք 17-ին։ Հավատացած եղեք, որ միասին կարող ենք։ Միասին կարող ենք։ Միասին կարող ենք։ Միասին կարող ենք։ Շնորհակալություն։